դառնալ Աստծո հետ գործակից, սա Աստծո ողորմությունն ու շնորհքն է, որովհետև մարդկային իմաստությունը բավարար չէ, որովհետև մարդկային իմաստությունը ժամանակավոր է, ունի սկիզբ և վերջ։ Եվ երբ ես պատրաստում էի այս պատգամին, ես սկսեցի հերթով, ինչպես հավանաբար նկատել եք, այն համարները, որը պետք է մեջ բերեմ, այդ համարները, որպեսզի ժամանակ քիչ վերցնեմ, թղթիկները տեսնում եք, որ իմ գրքի ծայրից երևում է, ես սկսեցի համարները հերթով այսպես համարակալել, որ արագ գտնեմ, հետո ես հասկացա, որ դրանք այնքան շատ են, որ ես չեմ կարող բոլորը թերթել, որոշեցի այդ բոլոր համարները արտագրել, որպեսզի արագ կարդամ, և տեսեք ինչ ստացվեց այս ամենից։ Այսօր իմ թղթերը շատ են, բայց ես պիտի կարդամ համարներ, որպեսզի հիմնավորեմ այն, ինչ ես ուզում եմ ասել, որպեսզի այն, ինչ ես փորձում եմ այսօր պնդել, դա չթվա սա ուղղակի իմ տրամաբանության արդյունք, որովհետև մի փոքր փշոտ բան պիտի խոսեմ այսօր, որ այսօրվա 20-րդ կամ 21-րդ դարի մարդու տրամաբանության համար շատ հաճելի չէ։ Դուք նկատել եք, որ անգամ սնունդը, որ այսօր մենք ուտում ենք, հատուկ այնպես է մտածված, այնպես է սարքված, իհարկե հիմա բոլորս ուտում ենք սինթետիկ բաներ, որ դա փափուկ լինի։ Մենք չենք սիրում կոշտ խնձոր ուտել, մենք սիրում ենք փափուկ բլենդերով հարված խնձորի պյուրե ուտել, որովհետև մենք չենք ուզում կոշտ բան ծամել, բայց այնուամենայնիվ, կյանքը ցույց է տալիս, որ իրական խնձորը ավելի օգտակար է, կոշտ խնձորն ավելի օգտակար է։ Մի քանի համար ամեն դեպքում ես ուզում եմ կարդալ, հենց գրքից։ Համարները, որոնք ես առանձնացրել եմ, 3 համար պիտի կարդամ, 3 տարբեր տեղերից։ Դու անմիջապես կհասկանաս, որ սրանք իրողություններ են, սրանք դրվագներ են, որոնք ես անվանել եմ շրջադարձային կետ։ Այսինքն, ելից գրքից պետք է կարդամ առաջի համարը, դա 20-րդ գլխում էր։ Սա այն գլուխն է, երբ Մովսեսը հանդիպում է Աստծուն, և Աստված նրան պետք է օրենքի տախտակները տար։ Դուք մոտավորապես պատկերացրեք, սա ինչ կարևորագույն մի օր էր հրեա ժողովրդի կյանքում և նաև Աստծո ծրագրի մեջ։ Չէ՞ որ Աստված բավական ճանապարհ էր անցկացրել իր սերունդ Աբրահամից սկսած մինչև այսօրը։ Չէ՞ որ մոտավորապես հասկացեք, որ Աստված տալիս էր իր ժողովրդի համար մի սահմանադրություն, նա ստեղծում էր մի ժողովուրդ։ Կային ժողովուրդներ, որոնք ապրում էին տարբեր բարքերով և բարոյականություններով, բայց Աստված ասում էր, ես ձեզ իմ բարոյականությունն եմ տալու, իմ չափանիշներն եմ տալու, դրա համար Մովսես բարձրացի, ես քեզ շատ տարիներ պտտացրել եմ այս հանդիպման համար, հրեա ժողովուրդ, դուք ձեզ սրբեք, ձեզ պատրաստեք այդ օրվա համար, հավաքվեք լեռան շուրջ, այսպես կանեք, այնպես չեք անի, որպեսզի այսօրվան արժանանաք։ Եվ ահա տեսեք, 10 պատվիրանները թելադրելուց հետո, ես ուզում եմ կարդալ 18 համարից, և բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտմունքը և կայծակները, և փողի ձայները, և սարը ծխելը, և ժողովուրդը տեսավ, և ետ քաշվեցավ ու հեռու կանգնեց, և ասեց Մովսեսին, դու խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք, և Մովսեսն ասեց ժողովրդին, մի վախեցեք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ նրա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչեք։ Հրեա ժողովուրդը շփոթմունքի մեջ էր։ Հավատացեք, իմ ու քո պահվածքը համարը նույնը կլիներ, եթե մենք հանդիպեինք այդ վառվող լեռանը, որովհետև սա առաջին անգամ էր իրենց կյանքում և իրենք էլ շփոթված էին, չգիտեին ինչ անեն, ինչպես վառվեն, գնան թե կանգնեն, նստեն թե բարձրանան։ Եվ Մովսեսը նրանց ասեց, սա շրջադարձային մի օր է ձեր կյանքում, որովհետև Աստված եկել է փորձելու ձեզ։ Գիտեք, փորձությունը շատ կարևոր հանգամանք է, որովհետև երբ մենք փորձվում ենք, սա նման է քննության, որովհետև մեր քննությունները, երբ մենք ընդունվում ենք կամ ավարտում ենք ինչ-որ ուսումնական հիմնարկ, սա նման է փորձության, որովհետև մենք կարող ենք բավարար, բայց կարող ենք նաև անբավարար գնահատական ստանալ։ Մեկը մեզ կտանի աճ, մեկը մեզ կտանի խիստ ուրիշ տեղ, մեկը կտանի ձեղ։ Եվ Մովսեսը սա զգուշացնում է իր ժողովրդին, որ սա ձեր համար փորձության օր է, այսօր Աստված եկել է ձեզ փորձելու, ձեզ ստուգելու։ Ես կանադառնամ դեր սրան։
Ես զարմանալի է, որ այս պատմությունը պատմության տեսքով երկրորդ օրինաց 10-րդ գլխում մենք նորից կարդում ենք։ Եվ ես առաջին օրից դա 10 համարն եմ կարդում։ Եվ ես առաջի օրերի պես մնացի սարումը 40 օր եւ 40 գիշեր, եւ Եհովան ինձ ասեց. այս անգամն էլ չուզեց քեզ կորցնել։ Եվ Եհովան ինձ ասեց. վեր կաց եւ ժողովրդի առաջին չվե, որ մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որ նրանց հայրերին երդում արի նրանց տալու համար։ Եվ հիմա ով Իսրայել, ինչ է պահանջում քեզանից քո Եհովա Աստված։ Սա 10-10-ն է, արդեն 12-ը։ Հասկանում եք, այստեղ Մովսեսը կարծես պարզաբանում է, ասում է քննությունը ինչ առարգայից պիտի լինի, փորձությունը, տեստը, ինչպես պետք է անցնենք մենք։ Լսեք, եւ հիմա ով Իսրայել, ինչ է պահանջում քեզանից քո Եհովա Աստվածը, բայց միայն որ քո Եհովա Աստվածանից վախենաս, նրա ամեն ճանապարհներով գնաս, նրան սիրես եւ պաշտես քո Եհովա Աստծուն քո բոլոր սրտովդ եւ բոլոր հոգովդ։ Հետաքրքիր է, բայց միայն քո Եհովա Աստծունից վախենաս 1, նրա ամեն ճանապարհներով գնաս 2, նրան սիրես 3 եւ պաշտես նրան 4։ 4 բան է այստեղ հիշեցնում տալիս Մովսեսը։ Ասում է իմ ժողովուրդ, Աստված, Եհովա Աստված, ձեզանից քննություն պետք է վերցնի այս 4 առարգաներից։ Ես այսօր մեկի մասին պիտի խոսեմ։ Ես չեմ պատրաստում 4-ի մասին խոսել։ Ես մեկի մասին պիտի խոսեմ, որի միջով ես անցնում եմ։ Հրեա ժողովուրդը եւս մի շրջադարձային կետ ունեցավ իր կյանքի մեջ, որպես ազգ, որպես ժողովուրդ։ Շատ անկումներից հետո, հիշում եք Սամուել մարգարեի ծառայությունը, որը հաջողությամբ գնում էր, բայց չգիտես ինչու այս ժողովրդին սա դուր չեկավ եւ նրանք ուզում էին թագավոր ունենալ, որ իրենց առաջից գնա մյուս ազգերի պես։ Պատմությունը հիշում եք, եկան աղաղակեցին, բողոքեցին, Սամուելն էլ գնաց Աստծո մոտ եւ Աստված համաձայնեց։ Եվ տեսեք, Սամուելը իր ծառայության վերջում ինչ ասեց։ Սամուելը կարծես ասում էր. հրեա ժողովուրդ, դուք Աստծո դրած կառավարման կերպը չուզեցիք, դուք ուզեցիք այնպես քայլել, ինչպես մնացած ազգերը, բայց Աստված ընդառաջ գնաց ձեզ, ահա տվեց ձեզ թագավոր, ահա ես այլևս կգնամ վարագույրից այն կողմ։ Բայց լսեք ինչ եմ ասում ձեզ, սա իմ վերջին խոսքերն են, սա հրապարակային կարծես թե վերջին պատգանն էր, այո Սամուելը սրանից հետո մնաց ծառայության մեջ, բայց որպես կարծես թե խորհրդական, 20 համարից, 12-20, Ես Սամուելը ժողովրդին ասեց, մի վախենաք դուք այս բոլոր չարություն արիք, սակայն Տերիցը մի խոտորվեք եւ ձեր բոլոր սրտովը Տիրոջը ծառայեք եւ մի խոտորվեք, որովհետեւ ոչինչ բաների յետևից կլինեք գնացած, որոնք օգուտ չեն եւ չեն կարող ազատել, որովհետեւ նրանք ոչինչ են։ Նրա համար, որ Տերը իր մեծ անունի համար իր ժողովրդին չի թողնել, որովհետեւ Տերը ուզեց, որ ձեզ իր համար ժողովուրդ անի, բայց ես քավ լիցի, որ Տիրոջ դեմ մեղք գործեմ։ Ձեզ համար աղոտ կանելուց դատարելով, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի եւ ուղիղ ճանապարհը, լսեք ուշադիր, բարի եւ ուղիղ ճանապարհը։ Միայն թե Տերիցը վախեցեք եւ ճշմարտությամբ ու ձեր բոլոր սրտովը նրան ծառայեցեք, որովհետեւ տեսաք, որ նա ձեր համար ինչ մեծ բաներ արավ, իսկ եթե չարություն անեք, դուք էլ ձեր թագավորն էլ կկորչեք։ Ես չեմ դատարի ձեր համար աղոտ կանելուց եւ բարեխոսելուց։ Քավ լիցի թե եթե ես մեղք գործեմ, քավ լիցի թե եթե ես վիրավորական դիրք բռնեմ ձեր համար, որովհետեւ դուք այսպես վարվեցիք։ Ես չեմ դատարի ձեր համար բարեխոսելուց, բայց իմացեք, ձեզ սովորեցնում եմ բարի եւ ուղիղ ճանապարհը։ Միայն Տիրոջից վախեցեք եւ ճշմարտությամբ նրան ծառայեցեք։ Հավանաբար գլխին գաք խոսքից առանցքը։ Տիրոջը վախեցեք։ Աստծո վախը ամենաքիչ ընդունված թեմաներից մեկն է։ Ոչ թե քիչ լսված, ես գիտեմ, որ այն թեման է, որը հնարավոր չէ զանց անել։
Հնարավոր չէ շրջանցել, որովհետև Աստվածաշունչը շատ անգամ խոսում է։ Ես էլ քո նման մտածում էի, որ Աստվածաշունչը շատ անգամ խոսում է այս մասին, բայց ես այսօր երբ հետազոտեցի այս պատգամը պատրաստելու համար, ես պատկերացում անգամ չունեի, թե որքան շատ է խոսում։ Ես քո ժամանակը շատ երկար կառնեի, եթե բոլոր համարները, եթե դուրս գրեի քեզ համար։ Ես ընդհանրապես դրա համար մի 30 համար եմ դուրս գրել քեզ համար, որպեսզի ինչ չքարկոծես։ Մի գիրք կարդացի եւ ինձ համար հետաքրքիր մի բան բացահայտեցի։ Հունագիրեն բնագրում այն բառը, որ հայերեն թարգմանված ապաշխարություն, ավելի խոր, ավելի մանրամասն թարգմանության մեջ դա նշանակում է մտածելակերպի կտրուկ փոփոխություն։ Մտածելակերպ, որից բխում է մեր քայլերը, մեր արարքները, մեր կենսակերպը, մեր կենցաղը, մեր խոսելիքն ու հագնելիքը, մեր վարվեցողությունը։ Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել արտահայտությունը, կարծես թե հնչում այսպես, այլ կերպ սկսեք մտածել։ Փոխեք ձեր մտածելակերպը եւ խնդրում եմ այդ փոփոխության համար մի ծախսեք 12 տարի։ Մենք կարիք ունենք մենք այսօր փոխելու մեր մտածելակերպը։ Նաեւ այս հարցի շուրջ։ Այս պատմությունները, որոնք ես կարդացի, սրանք ազգերի, հրի կոնկրետ հրի ազգի մի շրջադարձային կետ էր։ Բայց ես ուզում եմ եւս երկու մի բան մեջ բերեմ անհատների կյանքից։ Կորնելիոսը շատ լավ կյանք էր ապրել, աստվածահաճո կյանք էր ապրել։ Ով գիտի որքան ողորմություններ էր արել, բայց մի օր հրեշտակ այցելեց նրան։ Դուք պատկերացնում եք մի օր առավոտվա ծառայության ժամանակ քույրս վկայելով իր բժշկության մասին ասում էր 10 տարի ես այս հիվանդությունը ունեի։ Հովիվը մեջ բերես 12 տարի այն արյունահասող կնոջ պատմությունը, նա էլ 12 տարի սպասել էր իր հրաշքին։ Ես չգիտեմ Կորնելիոս ինչքան էր սպասել։ Կամ ընդհանրապես մտքով անցնում էր, որ մի օր կենտանի հրեշտակին պիտի տեսնի։ Բայց եկավ երկնքից հրեշտակը եւ երկու բան ասեց, ով Կորնելիոս։ Երկու հատկություն ասեց, որոնք երկինք են հասել քո ողորմությունները եւ քո աստվածավախությունը։ Եվ այսօր առավոտվա պատգամի մեջ եւս մի բան ինձ համար բռնեցի, որ անմիջապես ավելացրեցի։ Նույն բանը գրված է Սիմեոն Ծերունի անվան մեջ, աստվածավախ եւ արտար մարդ էր։ Նրա համար նույնպես գնահատվեց այս երկու բնույթը։ Իհարկե, 20-րդ դար, 21-րդ դար, ինչու վախենալ, ամբողջ աշխարհի հոգեբանությունը ստեղծել է տարբեր հեքիաթներ, որպեսզի մենք դրական մտածելակերպ ունենանք, որ մենք հեռու անենք մեզանից բոլոր բացասական մտածելակերպները, որովհետև երբ դու ասում ես վախ, դա քո մեջ ոչ մի դրական բան չի ստեղծում, բայց այս դեպքում առաջանում է մի դիլեմա, մի անլուծելի մի խաչբար, բայց չէ որ Աստված տասնյակ տեղերում խոսում է իրենից վախենալու մասին։ Ես կմեջբերեմ, խնդրում եմ մի շտապի։ Ես քեզ խոստացա ամենակիչը մի 30 համար։ Ոչ միայն 5 տակարանից։ Ամբողջ հայտնությունը, որ ուզում եմ այսօր փոխանցել, այն է, որ մենք կարիք ունենք ապաշխարության, մտքի, մտածելակերպի փոփոխության, որովհետև գալով եկեղեցի, տասնյակ տարիներ անցկացնելով եկեղեցում, մենք շարունակում ենք մտածել աշխարհիկ տրամաբանությամբ։ Գիտես, ոչ միայն մեղքերս պիտի թողնենք, որը արարքների տեսք ունի, եթե գողանում ենք չգողանանք, եթե սուտ վկայում ենք չվկայենք, այլ նաև այն գաղափարները, որ աշխարհը մեզ սովորեցրել է, ինչ որ բառերի տակ, սա պիտի փոխենք։ Օրինակ, ինչ ես հասկանում սեր ասելով։ Մենք գալիս ենք աշխարհից եւ երբ գալիս ենք եւ Աստվածաշունչը հայտնվում է մեր ձեռքերում եւ երբ կարդում ենք, ասենք թե Հովանու 3:16 Աստված այնպես սիրեց աշխարհ արտահայտությունը, մենք անմիջապես այդ սիրել բառի մեջ դնում ենք այն միտքը, ինչ սովորեցրել են մեզ։
Եվ փոխանակ մեր միտքը թարմացնենք, իսկ ինչ ասում Աստծո խոսքը։ Ես այսօր գոհության աղոթք բարձրացրեցի նրա խոսքի համար, որովհետև Աստծո խոսքը մեզ սովորեցնում է նաև այս տերմինների էությունը։ Եվ սատանան ջանք չի խնայել, որպեսզի կարևորագույն գաղափարները արժեզրկի։ Եվ այն ինչ կոչվեց սեր, այդ վեհ գաղափարը աշխարհը դարձրեց ոչնչություն, աշխարհը դարձրեց մարմնավոր մի հաճույք։ Իսկ ինչ է քո մեջ նույնանցնում վախ բառը։ Ես գիտեմ, ոչ մի դրական բան, որովհետև սովորաբար մենք չենք վախենում լավ բաներից, մենք չենք վախենում լավ մարդկանցից եւ լավ երևույթներից, մենք վախենում ենք բացասական մարդկանցից եւ բացասական երևույթներից, եւ երբ վախի մասին խոսում ենք, մեր առաջ հառնում է այն մարդը, այն երևույթը, այն գաղափարը, որ բացասական է։ Բայց գիտես, ես քննեցի իմ անձը, որը շատ տարբեր չէ քոնինից, ու ես հասկացա, որ իմ առաջ խաղացման գլխավոր պատճառը հենց վախի զգացողությունն է։ Խնդրում եմ, ինձ չկարկոծես եւս 20 րոպե։ Ես ուզում եմ քեզ հարց տալ, բոլոր ծնողներ, ինչու եք ձեր երեխաներին մանկապարտեզ տալիս։ Ինչու եք ձեր երեխաներին դաստիարակում, որովհետև վախենում եք, որ նրանք վատ կմեծանան։ Իսկ դու գիտես, որ այսօր ավտոյի տակ չընկար, որովհետև կարմիր լույսը քեզ վախեցրեց։ Լուսացույցի կարմիր լույսը քեզ հիշեցրեց։ Դու հասկացար, դու գիտես ինչու ես համապատասխան ձև հագնում, որովհետև քեզ վախեցնում է հիվանդությունը։ Քեզ իմաստությանը մղում այս վախը։ Այո, ես մի քիչ առաջ ընկա։ Դու իհարկե հասկացար ես ինչ մեջ բերեցի։ Իմ պատգամի վերնակիրը մի քիչ ուշացած ասեմ, Աստծո վախը։ Վախենում ենք բոլորս։ Բոլորս վախենում ենք։ Եվ ապրում ենք վախերի մեջ։ Երբ ես քննեցի իմ անձը, ես հասկացա, որ վախերը որոշում են իմ օրը, իմ կենցաղը։ Վախերը որոշում են իմ տասնամյակների ծրագիրը։ Այո։ Միթե դու չես վախենում քաղցկեղից։ Մի փարիսեցու կերպար առ։ Ուզում ես մի քիչ էլ վախեցնեմ։ Վախենում եմ կարկոծես ինձ։ Իսկ չես վախենում քո երեխայի հիվանդանալուց։ Ով չի վախենում իր կյանքի համար։ Եղբայրներ, դուք որ մեքենա եք վարում, չեք վախենում ավտովթարից։ Ես գիտեմ ամեն օր դուք դուրս եք գալիս ձեր մեքենայով եւ գոհանում եք, որ իրիկունը տուն հասաք։ Որովհետեւ ամենակիչը 3 ավտովթար դու ճանապարհին տեսնում ես ամեն օր։ Եվ լավ ես անում, որ գոհանում ես Տիրոջից, որ քեզ ամփորձանք հետ ու հասցրեց տուն։ Սիրելի քույրեր, սիրելի մայրեր, ես ուզում եմ հիշեցնել ձեր սրտի վիճակը, երբ ձեր երկրորդ դասարանի երեխան 3.5 րոպե ուշացել է դպրոցից տուն գալուց։ Գիտեմ ինչ եմ ասում։ Վախերը ձեզ ստիպում են, ոմանց ստիպում են փոխել իրենց ապրելակերպը, փոխել իրենց ապրելու երկիրը, փոխել իրենց մասնագիտությունները, փոխել իրենց կենսակերպը։ Ես այսօր ուզում եմ առաջարկել այս պատգամի մեջ ապաշխարության, մտածելակերպի փոփոխության մի ճանապարհ։ Սատանան մեզ սովորեցրել է, որ վախենալը շատ վատ բան է, վախը շատ վատ բան է, եւ դու քո կյանքը այնպես դասավորի, որ երբեք ոչինչի չվախենաս։ Բայց ես այսօր ուզում եմ, որպեսզի դու տարբերակես վախը անհուսությունից,
Վախը անելանելի իրավիճակից։ Սրանք տարբեր բաներ են։ Երբ ես կարդում եմ Աստվածաշունչը, Աստծո վախը ոչ մի ընդհանուր բան չունի անհուսության հետ։ Այն, ինչ մենք այսօր վախ ենք անվանում, դա անհուսությունն է։ Անելանելի իրավիճակն է։ Երբ պատասխան չկա։ Հիշում եք Մարգարեն ինչ ասեց։ Իմ ժողովուրդը, Մարգարեի միջոցով Աստված ինչ ասեց, իմ ժողովուրդը գիտություն, հայտնություն չունենալու պատճառով կործանվում է։ Ելք չիմանալու պատճառով, անհուսության պատճառով կործանվում է։ Սա այն վախն է, որից մենք պետք է հեռու մնանք։ Բայց տեսեք, Ելից 20 գլուխը, որ ես կարդացի, ասում էր, ես եկել եմ ստուգելու, արդյոք վախենում եք դուք։ Մենք այնպես ենք ժողովուրդ ստեղծված, որ մենք վախենում ենք։ Վախը մեր մեջ ստեղծված մի երևույթ է։ Ես երկար մտածեցի փորձելով սահմանել ինչ բան է վախը։ Եվ ամենահարմար բանը, որ ես գտա ինձ համար հետևյալն է։ Վախը դա մեր արձագանքն է ինչ-որ մի կարևոր բանի։ Եվ որքան կարևոր է դա, այնքան մեծ է մեր վախը։ Բայց մենք աշխարհից գալիս ենք եկեղեցի։ Աշխարհից գալիս ենք եկեղեցի։ Ապրում ենք Աստծո տան մեջ, կարդում ենք Աստծո խոսքը, շատ ժամանակ ուրախանում ենք Աստծո խոսքով եւ շարունակում ենք վախենալ հիվանդությունից։ Շարունակում ենք վախենալ մարդուց, շարունակում ենք վախենալ չստացվածությունից եւ անհաջողությունից։ Հիմա բերեք մեր այս վիճակը փորձենք տեղավորել Աստծո խոսքի մեջ։ Մենք սիրում ենք քարոզներ լսել եւ քարոզել Աստծո սիրո մասին։ Ես բոլորովին սրան դեմ չեմ։ Ես մի քանի խոսք պիտի ասեմ սրա մասին։ Տեր Հիսուս որդին մարմին հակավ եւ եկավ երկիր, մարդկությանը ասելու, որ հայրը սիրում է ձեզ։ Եկավ ասելու, որ հայրը դուռ է բացել փրկության։ Նա եկավ ասելու, որ մեռնողի մեռնելը չեմ ուզում։ Եկավ ասելու, որ թեկուզ լայն է դժոխքի ճանապարհը, բայց միք գնացեք այդ ճանապարհով, կա նեղ ճանապարհ, որ ես Գողգոթայի վրա կբացեմ։ Այդ ճանապարհով գնացեք։ Նա եկավ ասելու իր առաքյալի միջոցով, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև հիմա սիրեց աշխարհը։ Բայց գիտեք, ես մտածում եմ, որ բոլորովին անհարիր է եւ տեղին չէ Աստծո սիրո հագակշիռ որպես Աստծո վախը ներկայացնել։ Շատ անգամներ լսել եմ ես, չէ ինչ կարիք կա վախենալ, ես սիրում եմ Աստծուն։ Բայց ես հասկացա, որ այդ երկու հասկացողությունները միաժամանակ պիտի գոյատևեն մեր անձերի մեջ։ Եթե դու Աստծուց վախենում ես, դա չի նշանակում, որ դու չես սիրում նրան։ Եվ եթե դու շատ սիրում ես նրան, դու կարող ես վախենալ նրանից եւ պետք է վախենաս նրանից։ Աստծո սերը մեզ ստիպում է վախենալ նրանից։ Սաղմոս 25:12 Ով է այն մարդը, ով վախենում է Տիրոջից, ահա կսովորեցներ նրան այն ճանապարհը, որ ընտրել է։ Ես խնդրեմ կամ հետևեք կամ ուշադիր լսեք։ Հիմա ես սկսում եմ խոստացվածս 30 համարը, միգուցե ավելի շատ։ 25:14 Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, ով վախենում է նրանցից եւ իր ուխտը սովորեցնում է նրանց։ Բայց ես խնդրում եմ, որպեսզի ուշադիր լսեք։ Այն ծանրակշիռ պնդումներին, որ հեղինակը բերում է։ Սաղմոս 30:19 Քանի մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար։
33:18 Ահա Տիրոջ աչքը նրանից վախեցողների վրա է։ Տիրոջ աչքը նրանից վախեցողների վրա է։ Ովքեր ուզում են պաշտպանված լինել եւ ծածկված լինել։ Տիրոջ աչքը նրանից վախեցողների վրա է։ 34:19 Վախեցեք Տիրոջից, ով նրա սուրբեր, որովհետև նրանից վախեցողների համար պակասություն չկա։ Նրանից վախեցողների համար պակասություն չկա։ 34:7 Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմը եւ փրկում է նրանց։ Դուք տեսնում եք ինչ ծանրակշիռ պնդումներ։ Բայց սպասեք, ավելին կա։ 89 Իրավի որ նրա փրկությունը մոտիկ է նրանից վախեցողներին։ 86:11 Տերը Տեր ցույց տուր ինձ քո ճանապարհները, որ գնամ քո ճշմարտության մեջ։ Միացրու իմ սիրտը, որ քո անունից վախենա։ 103:11 Այլ որքան որ բարձր է երկինքը երկրի վրա, այնքան զորավոր է նրա գութը իրենից վախեցողների վրա։ Որքան որ բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութը իրենից վախեցողների վրա։ 103:13 Ինչպես որ հայրը կգտա որդիներին, այնպես գտած է Տերը իրենից վախեցողներին։ 115:13 Նա կօրհնե Տիրոջից վախեցողներին, փոքրերին մեծերի հետ։ 128:1 Երանի այն ամենին, որ Տերիցը վախենում են եւ նրա ճանապարհներում գնում են։ Երանի այն ամենին, որ Տիրոջից վախենում են։ 145:19 Իրանից վախեցողների կամքը անում է նա եւ նրանց աղաղակները լսում է եւ նրանց փրկում է։ Չմտածեք, որ միայն այս հայտնությունը Դավիթն էր առել, որովհետև ես Սաղմոսներից անդադ կարդացի։ Արագած 10:27 Տիրոջ երկուղը կավելացնի օրերը։ Շատ ապրել ես ուզում։ 14:26 Տիրոջ վախը զորեղ վստահություն, Տիրոջ վախումը զորեղ վստահություն կա։ 14:27 Տիրոջ երկուղը կյանքի աղբյուր է մահվան որեգայթներից խույս տալու համար։ 15:33 Տիրոջ երկյուղն է իմաստության խրատը եւ փառքի առաջից խոնարհությունն է գնում։ Սաղմոս 112:1 Երանելի այն մարդը, որ Տիրոջից վախենում է։ Արագած 16:6 Տիրոջ վախովը մարդը կհեռանա չարից։ 19:23 Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում եւ մարդը նրանով կուշտ կպարկի առանց չարիքի հանդիպելու։ 22:4 Խոնարհության եւ Տիրոջ երկյուղի վարձքը հարստությունը եւ պատիվը եւ կյանքն է։ 23:17 Տիրոջ վախի մեջ եղիր ամեն օր։ Ժողովուրդ 12:13 Սա հանրայդ այն համարն է, երբ ամեն բան ամբողջացնելուց հետո ժողովողը կասեր բոլոր խոսքերի վախճանը լսեք, Աստծուց վախեցեք եւ նրա պատվիրանները պահեք։ Արագած 15:16 Լավ է քիչ բանը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը խռովության մեջ։ Ժողովուրդ սրանից ավել բան է մեզ պետք։ Փաստորեն ստացվում է այնպես, որ մեր բոլոր աղաղակների, բոլոր փնտրտուքների, բոլոր ցավերի, բոլոր լացերի պատճառը եւ պատասխանը Տիրոջ վախի մեջ է։ Եվ իհարկե, հանրահայտ պնդումը իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, որը մեկ անգամ չէ, որ Աստվածաշունչը պնդում է։ Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Եվ այսքան բանից հետո մենք իրավունք չունենք այս երևույթին նայել իբր թե մի փոքրիկ բանի։ Այսքան բանից հետո ես կրկնում եմ, սա դեռ քիչ մասն է։ Մենք պարտավոր ենք հասկանալու ամբողջությամբ ինչ բան է այս երևույթը։ Երկրորդ Օրինաց 6:13 Աստված ուղղակի ասում է. Քո Եհովա Աստծուց վախեցիր եւ նրան պաշտիր։ Եվ զարմանալի է Եսայի 11:3
Մարգարեանալով Տիրոջ մասին, նա ասում է, եւ նրա ախորժանքը Տիրոջ վախն է։ Եվ նրա վայելքը մեկ ուրիշ թարգմանության մեջ Տիրոջ վախն է, խոսքը Հիսուս Քրիստոսի մասին է։ Ես կկարդամ նաև Նոր Կտակարանից համարներ, որովհետև կա մի անմիտ պնդում, դե 5 Կտակարանում Աստված խիստ Աստված էր եւ պետք էր նրանից վախենալ, բայց այն Նոր Կտակարանում նա սիրող Աստված է եւ նրան պետք է սիրել։ Ես համոզված եմ, որ 5 Կտակարանի եւ Նոր Կտակարանի Աստված նույնն է, եւ նա նույնն է երեք այսօր եւ հավիտյանս, եւ նա որքան սիրում է Նոր Կտակարանում, այնքան էլ 5 Կտակարանում էր սիրում։ Այո, նոր ուխտի մեջ մեր համար դուռ բացվեց, որովհետեւ առաքյալը մեզ ասում է, որ դուք լավագույն խոստմունքների ժառանգորդն եք։ Այո, ինչ որ բանով նոր ուխտի ժառանգորդները տարբերվում են, ինչ որ շատ լուրջ բանով հին ուխտից, բայց Աստված նույնն է։ Գործք 9:31 Բայց եկեղեցիները բոլոր Հայաստանի, Գալիլեայի եւ Սամարիայի մեջ խաղաղություն ունեին, շինվում էին եւ Տիրոջ երկյուղին հետևում եւ Սուրբ Հոգու մխիթարությամբ շատանում էին։ Ահա շատանալու գաղտնիքներից մեկը, շինվում էին Տիրոջ երկյուղին հետևելով եւ Սուրբ Հոգու մխիթարությամբ շատանում էին։ Երկրորդ Կորինթացիների 7:1 Արդ այդպիսի խոստումներ ունենալով սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծությունից սրբությունը կատարենք Աստծո վախով։ Փիլիպպեցիների 2:12 Ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ 1 Պետրոս 2:17 Ամենին պատվեք, եղբայրությունը սիրեք, Աստվածանից վախեցեք, թագավորը պատվեք։ Եվ վերջապես Տիրոջ խոսքերը Մատթեոս 10:28 Մի վախեցեք նրանից, ով իշխանությունն ունի մարմինը սպանելու եւ հոգուն չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, ով կարող է եւ հոգին եւ մարմինը սպանել եւ գեհենը գցել։ Այլ խոսքերով ասած, այս բանի մենաշնորհը միայն Աստված ինքը ունի։ Այլ խոսքերով ասած, Հիսուսն ասում էր. միայն Աստվածանից վախեցեք։ Մի կարճ ուզում եմ քեզ էքսկուրս անցկացնել Տիրոջ պատմած առակների վրայով։ Շատ կարճ, քեզ այստեղ շատ չեմ պահելու, որովհետև համոզված եմ, որ դու սիրում ես Աստվածաշունչ կարդալ եւ առակների բովանդակությունը դու գիտես։ Երկնքի արքայությունը նման է ուրկանի, հիշում եք, որ նա որ գցեց, հավաքեց ինչ-որ բաներ եւ հետո նստեց ափին եւ ջոգեց պետքագանը եւ անպետքները։ Բոլորս հասկանում ենք ասեռակի իմաստը։ 10,000 տաղանդ պարտք ունեցող ծառայի առակը հիշում եք։ Իմաստուն եւ հիմար ծառայի առակը հիշում եք։ Տերը գնաց մի երկիր եւ ծառաներից մեկին դրեց, որպեսզի իր ծառայկիցներին կերակրի, բայց հետ եկավ եւ գտավ այդպես շանելուց։ Հիշում եք վերջին ինչ ստացվեց։ Անպտուղ թզենին հիշում եք։ Ընթրիկին կանչվածը հիշում եք, կանչվածները, անիրավ տնտեսի պատմությունը հիշում եք։ Այգում աշխատողների պատմությունը հիշում եք, որը պետք է իր թագավորի բաժինը, այգու տիրոջ բաժինը տային։ Նրանց վախճանը հիշում եք, հիմար եւ իմաստուն կույսերի պատմությունը հիշում եք։ Ես ընդամենը մի պատմության վրա մի փոքր կանգնեմ։ Տերը տաղանդներ բաժանեց։ Մեկին շատ, մեկին մի քիչ, մեկին ավելի քիչ։ Եվ ինչ որ ժամանակ հետո եկավ հաշիվ առնել ուզեց։ Ամեն մեկը բերեցին իրենց հաշիվը։ Եվ ամեն մեկը ինչ որ վարձք ստացավ։ Բայց երրորդը սխալ էր վարվել իր տաղանդի հետ։ Նա հանդիմանություն ստացավ։ Ես մտածում եմ, որքան սկզբունքային է Աստված։ Եկեք չմտածենք այնպես, որ նա Ադամին չէր սիրում։ Եվ ոչ էլ Եվային էր սիրում։ Նա նրան ձեռքի արարչագործությունն էր։ Բայց երբ եկավ այն պահը, երբ նրանք
անցան նրա խոսքից, նրանց հետևում էր մի բան. վռնդվել պարտեզից եւ նրա երեսից։ Լսեք, սիրելիներ, ես չեմ ուզում նկարագրել, ես չեմ ուզում պատկերել ձեր առաջ բարգացած եւ խիստ մի Աստծո պատկեր, որը նստած է գահին եւ փնտրում է ում պատժի։ Ես մի կարևոր միտք հիմա ուզում եմ քեզ փոխանցել։ Երբ դու խորհում ես, մտածում ես Աստծո սիրո մասին, միշտ հիշի, որ սա Աստծո դիրքն է, նա մեզ սիրում է։ Ես շատ անգամներ լսել եմ, երբ ինչ-որ մեկին ինչ-որ խրատ ես փոխում տալ, ինչ-որ մի բանում հանդիմանել, հավանաբար Դավիթ եղբայրս, երբ այստեղից իր կյանքի մասին, իր ընթացքի մասին վկայում էր, երևի նրան էլ իր հովիվը ասում էր, Դավիթ շան այդպես պետք չի եւ այլն, եւ միգուցե Դավիթն էլ նրան ասում էր, հա բայց Աստված ինձ սիրում է։ Ես շատ անգամներ լսել եմ այդ արտահայտությունը։ Աստված սիրում է, եւ ես դրանում չեմ կասկածում։ Աստված սիրում է ամենավերջին մեղավորին, խնդրում եմ ինձ մի հիշացրու, որ Աստված քեզ սիրում է, բայց հիշիր, սա Աստծո դիրքն է։ Դու այստեղ ոչինչ անել չես կարող եւ իրավունք էլ չունես։ Իսկ որն է քո դիրքը։ Որն է քո դիրքը։ Ասում մի հիշացրու նրա պարտականությունը, նա դա լավ գիտի, որովհետև նրա էությունն այդպիսին, նա սուրբ է, իսկ որն է քո դիրքը, դե ես էլ եմ իրան սիրում, բարի, ուրախ եմ, բայց ինչպես, իսկ ինչպես, ուր ես թաքցնելու Աստծո վախը, դե մենք էլ ենք իմաստուն, Նենց չի, որ իմաստուն չենք, այստեղ մի փոքր ճագերտներ դրեցի, իմաստուն բարի շուրջը, գտել ենք տարբեր բացատրություններ, մի քիչ յուղ ենք կսել այդ բարի վրա, վախ բարի վրա, մի քիչ յուղել ենք, մի քիչ շուշաթղթել ենք, մի քիչ կլորացրել ենք, որ հարմարեցնենք մեր ամբիցիաներին, դե Աստծո վախը, դա այնքան էլ վախ չի, դա խորը հարգանք է Աստծո նկատմամբ ներողություն, բայց Աստվածաշնչում ես ոչինչ չեմ գտնում հարգանքի մասին։ Իհարկե, Աստծուն պաշտել, երկրպագել, նրա առաջ խոնարհվել, այս բառերի մեջ հարգանքի էլեմենտ կա, բայց մի րոպե, ոչ միտեղ ես կոչ չեմ լսում հարգեք Աստծուն։ Իրես ինչու համար, որովհետև այդ երևույթը դա մի բան է, որը հարիր է իմ եւ քո մեջ։ Ճիշտ է, որ ես քեզ հարգեմ եւ քեզանից հարգվեմ։ Եվ գիտես քո ու եւ իմ հարաբերությունը ինչով է տարբեր իմ եւ Աստծո փոխհարաբերությունից, որովհետև մենք երկուսս արարչագործության նույն աստիճանի վրա ենք, մենք երկուսս էլ արարված ենք, եթե դու աշխարհի ամենամեծ եւ ամենատաղանդավոր, ամենահանջարեղ եւ ամենազորավոր մեկն ես, միևնույնն է, ես եւ դու արարված ենք, ես եւ դու սկիզբ ունենք, օրերի եւ վաղճան կունենանք, բայց իմ եւ նրա փոխհարաբերության մեջ այսպես չի, եւ նա երբեք արարված չի դառնա։ Եվ ես արարվածս, եթե մի օր հայտնվեմ երկնքում, եւ ես հավատում եմ, որ կհայտնվեմ այնտեղ, եւ ես նրա գահի առաջ տեսնեմ նրա սրբությունը, միևնույնն է, մի ամբողջ հավիտենականություն, նա ինձ համար սովորական չի դառնա։ Նա մի ամբողջ հավիտենականություն ինձ համար արարիչ կմնա։ Եվ երբեք էլ ճիշտ չի, որ ես նրան ուղղակի խորը հարգեմ, այլ դրա կապակցությամբ նա ասեց. Ինձ հարգանք պետք չի, ինձ երկրպագություն է պետք։ Դա մի հարգանքի գերագույն ձև է, որը բնորոշ է միայն արարչին, միայն Աստծուն։ Բայց այդ դեպքում, եթե վախը խորը հարգանք չէ, դու կարող ես չկիսել իմ հայտնությունը, բայց խնդրում եմ մտածի սրա վրայով, իսկ եթե դա հարգանք չէ, ապա ասա ինձ տեսնեմ, բա դա ինչ է, ես կասեմ դա ինչ է, Աստծո վախը, դա ուղղակի վախ է։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի ինչ բան է վախը։ Մեզանից ոմանք երբեք վիրահատարան չեն մտել, բայց մեզանից ոմանք վիրահատության փորձառություն ունեցել են։ Գիտես որն է վախը։ Դա այն զորությունն է, որ ստիպում է ծնկները դողալ, երբ մոտենում ես այդ սեղանին։
Դա այն զորությունն է, որը ստիպում է ծնկները դողալ եւ վերցնում է բժշկի թուղթը։ Բայց մի տարբերություն պիտի ասեմ։ Բայց այստեղ չեմ թողնելու քեզ։ Մի տարբերություն պիտի ասեմ։ Արագազգիքն ասում է, որ մարդուց վախենալը որոգայթի մեջ կգցի մարդուն։ Մեզ կոչ է արվում, որ չվախենանք մարդուց։ Մեզ կոչ է անում չվախենալ մարդուց։ Գիտեք, Մովսեսը ինչի չէր վախենում ոչ մեկից եւ ոչ ինչից։ Իսկ գիտես ինչու ենք մենք այդքան շատ բաներից վախենում։ Ընդհուպ մինչև վաղվա օրվանից։ Ինչու ենք վախենում։ Որովհետև մենք չունենք այն գլխավոր վախը։ Մովսեսը չէր վախենում ոչնչից եւ ոչ մեկից, որովհետև նա վախենում էր Աստծուց։ Մենք չենք վախենում Աստծուց։ Այդ ինչպես։ Բայց որն է վախենալը։ Հենց այդպես վախենալը։ Ես հասկանում եմ, միգուցե սա բարդ է տեղավորել մտքիդ մեջ, որովհետև տարիներ շարունակ ինքդ քեզ համոզել ես, որ Աստված ինձ սիրող է։ Այո, Աստված քեզ սիրում է հավիտենական սիրով, անսահման, անսկիզբ եւ անվերջ սիրով, մի սիրով, որ դու չես էլ կարող պատկերացնել եւ տեղավորել քո մեջ։ Բայց Աստծո վախը բոլոր նրանք, ովքեր Աստվածաշնչում հանդիպեցին Աստծուն, կարդա Եզեկիել առաջի 28-ը, կարդա Դանիել 19-ը, կարդա Հայտնության առաջի գլուխը, երբ Հովհաննեսը կտեսներ Տիրոջը, կարդա Եսայի 6-րդ գլուխը, երբ Եսային կտեսնի Տիրոջ փառքը, ու կտեսնես, որ առաջի զգացմունքը, որ նրանց մեջ գալիս էր, դա վախն էր։ Վախը նրա անսահման սրբության առաջ։ Գիտես ինչի է դժվար տեղավորել քո տրամաբանության մեջ Աստծո վախը, որովհետև վախը քո մեջ նույնանում է բացասական մեկի հետ, բայց այսօր ես քեզ առաջարկելու եմ, բայց այսօր քեզ տանելու եմ, որպեսզի դու վախենաս ինչ որ մեկից, որը հավիտենական արտար է, որը կատարյալ սուրբ է, որը ամեն օր բարի է։ Նա ասում է ինձանից վախեցի, որովհետև Աստծո վախը քո մեջ կներշնչի իմաստություն, որքան սրապագասը ունենք, խելք էլի լավից շվադից ունենք, խելք լավից վադից ձեռք ենք բերում, սովորելով այստեղ, այնտեղ գրքեր կարդալով, բայց իմաստություն, ավելի պարզ բառեր ասեմ, ապրելու արվեստ, ճիշտ քայլելու ընտրություն։ Գիտեք, շատ ժամանակ մենք մեծերս գոռգոռում ենք մեր երիտասարդների, փոքրերի, մեր երեխաների վրա, մտածելով, որ մենք միշտ ճիշտ ենք։ Ներողություն։ Այո, տարիքի հետ իմաստություն գալիս է, բայց իմ գիրքն ասում է, որ իմաստության գլխավոր ակունքը Աստծո վախն է։ Աշխարհում տիրող այս իրականությունը ոչ թե ջրի պակասն է, ոչ թե սննդի պակասն է, ոչ թե բերքն է շատ, բնակչությունն է շատ, ոչ։ Աշխարհում տիրող այս իրականությունը եւ մեր երկրում տիրող այս իրականության պատճառը այն է, որ իշխանավորները չունեն Աստծո վախ եւ ընդհանրապես ոչ մեկը չունի Աստծո վախ։ Աստծո վախը բերում է Աստծո հետ մտերմության։ Սաղմոս 25:12, 14, 86:11։ Աստծո վախը մեր մեջ ընդունելություն է, Աստծո վախը մեզ ընդունելություն է ապահովում Աստծո կողմից։ Կորնիլոսի պատմությունը, Գործք առաքելոց 9-րդ գլուխ, Աստծո վախը օրհնություն է բերում մեր կյանքում։ Սաղմոս 112, 119, 22, Առագազ 15։ Աստծո վախը վստահություն է բերում մեզ ամեն օրվա կյանքի մեջ, Սաղմոս 33:18։ Աստծո վախը մեր մեջ չարը մերժելու ցանկություն եւ զորություն է ծնում, Սաղմոս 16:6։ Աստծո վախը
դուրս է մղում այլ վախերը։ Եսայի 8-րդ գլուխ։ Աստծո վախը բերում է աղոթքի պատասխան 145:19։ Աստծո վախը բերում է ապահովություն մեր կյանքում Սաղմոս 34:7, 33:18, 85:9 եւ այլն։ Աստծո նկատմամբ վախը ժողովուրդ ամենադրական դիրքորոշումն է, ամենադրական մտածելակերպն է։ Եվ խնդրում եմ ինձ թող մի համոզեք հակառակի մեջ։ Մենք սիրում ենք գործկառաքելոցի տարիները։ Բոլորս աղոթել ենք եւ երազել ենք, որ դրանք շուտով գան։ Թեկուզ եւ Տերը խոստացավ, որ վերջի տան փառքը ավելին պիտի լինի քան առաջինը, եւ մենք այսպես ենթագիտակցորեն ուզում ենք, որ այդ վերջին տուն ասվածը դա լինի մեր օրերում, մեր քաղաքում, մեր եկեղեցում եւ մեր մասնակցությամբ նաեւ։ Ես էլ եմ այդպեսին եղել եւ կամ միգուցե։ Բայց գիտեք, գործկառաքելոցի տարիների մեջ կեր նաեւ Անանիա եւ Սապիրայի պատմությունը։ Ոչ միայն առաքյալների շուկից բժշկությունները, այլ նաև Աստծո վախը։ Աստծո վախը։ Իսկ ինչ արեցին այս մարդիկ։ Լսեք, սա 5 տակարան չէ։ Թեկուզ ես բոլորովին անհարգալից վերաբերմունք եմ համարում Աստծո խոսքի նկատմամբ այդ մոտեցումը, աղաչում եմ քեզ այդպիսի վերաբերմունք չունենաս, որովհետև սրա հեղինակը նույնն է եւ նա ինչ ասել է այն տարիներին, ճիշտ է նաև այս տարիներին։ Եթե համաձայն չես, մենք ժամանակավորապես փակել ենք 10 պատվիրանները, բայց ոչ այստեղից։ 10 պատվիրանները հին ուխտում է գրված։ Կհամարձակվես դրանք խախտել։ Կընդունես մի ժամանակակից քրիստոնյայի, որը չի ապրում այդ պատվիրաններով գոնե չի փորձում։ Ոչ։ Բայց 10 պատվիրանները հին ուխտում են գրված։ Այնպես որ հին ուխտի պնդումները նույնքան զորավոր են եւ նույնքան արժանի հարգանքի, բայց բերեմ նոր ուխտից օրինակ։ Ինչ արեցին այս մարդիկ, իրենց տուն տեղը ծախեցին եւ փողի կեսը բերեցին եւ առաքյալների ոտքերի տակ զոհաբերություն արեցին։ Ինչ որ մեկը կա այդպիսի զոհաբերություն արած այստեղ։ Ես չեմ արել այդպիսի բան երբեք։ Եվ չգիտեմ մեզանից որևէ մեկին, որ այդպիսի զոհաբերություն արած լինի, բայց արդյունքում ինչ ստացավ նա։ Արդյունքում ընկան մեռած։ Ինչու՞, որովհետև անմաքրություն կար, ինչ որ կեղտոտ բան կար, ինչ որ սուտ կար Աստծո ներկայության մեջ, որ կար առաքյալների կյանքում։ Ինչու ենք մտածում եւ ինչու ենք երազում, որ զորությունները եւ նշանները կգան մեր կյանքում, բայց այս բաների պատասխանատվությունը չի գա մեր կյանքում։ Միգուցե հակառակը, այսօր քեզ բան եմ ուզում հուշել, միգուցե պատմության այն կեսը կգա քո կյանքում այն բանից հետո, երբ այս կեսը կիրականանա, երբ կսովորես նրանից վախենալ, նրա ներկայությունից դողալ։ Ճիշտ հասկացեք, ամեն այս բառը ասելուց հետո ես որպեսզի սխալ չհասկացվեմ, պետք է Աստծո սիրո մասին նորից ասեմ, որ ես չեմ մոռացել սա։ Բայց լսեք, արդյոք մենք չենք կամաց երեսառած փոքրիկների պահվածքը վերափոխում ամբարտավան երիտասարդների պահվածքի նրա առաջ։ Հիշում ես, քահանայապետը ինչպիսի ահողով դեղով մտնում էր սրբության սրբոց, որովհետև նա գիտեր, եթե մի բան լիներ նրա վրա, նա այնտեղ պիտի մեռներ։ Եթե մի պղծություն գտնվեր նրա առաջ, նրա վրա, մի չխոստովանված, չլվացված մեղք, նա պիտի այնտեղ մեռներ։ Իսկ ինչպիսի ձեռքերով ենք մենք մտնում աղոթքի։ Մենք շատ ժամանակ ձեռքեր ենք բարձրացնում եւ գալիս ենք երկրպագության։
երբևէ հոգդ է, որ դու հիմա ոտք ես կողում սրբության սրբոց, այն հրեշտակների երկրպագության մեջ, այն անտեսանելի հրեշտակների երկրպագության մեջ, որոնց համար գրված է, որ քո 4 բոլորը կպահի քեզ։ Մենք ինչ-որ բանում պիտի փոխենք մեր մտածելակերպը։ Եվ սկսենք վախենալ նրա սրբությունից։ Իսկ Հիսուս անունը քանի անգամ թևավոր խոսք ենք դարձրել, վայ Հիսուս ջան, ես ինչ եղավ։ Գիտես, ես չեմ ուզում ծայրը հեղանալ, չեմ ուզում սրտեր քննել, դրա իրավունքը չունեմ, չեմ էլ պատրաստվում։ Բայց արդյոք այս անունը սովորական չի դառնում մեզ։ Արդյոք չենք կորցնում զգոնությունը այդ ում անունն ենք տալիս։ Գիտես, Հայտնության գիրքն ասում է, որ նրա երեսից ոչ մի տեղ չգտնվեց պահվելու։ Նրա անունից զարհուրում են բոլորը։ Նաև նրանք, ումից դու ես վախենում։ Առաքյալները ուրախացած եկան ու ասացին, Տեր, քո անունով մեզ ենթարկվում են հիվանդությունները, դևերը, ամեն բան, մեզ ենթարկվում են քո անունով։ Այո, մենք պիտի սիրենք այս անունը, բայց նաև պիտի դողանք այդ անվան առաջ։ Եթե ես քո անունը տամ հիմա, անգամ եթե ես քո անվանակցի հետ խոսեմ, բայց քո անունը տամ, դու կլարվես, մտածելով, որ քեզ եմ դիմում, որովհետև դու գիտես քո անունը պաշտպանել, դու գիտես քո անվանը տեր կանգնել, նա էլ գիտի իր անվանը տեր կանգնել, որովհետև դա տիեզերքի ամենազորավոր անունն է։ Ես սպառում եմ իմ ժամանակը, բայց որպես վերջաբան, քեզ ուզում եմ կոչ անել, մտածել սրա մասին, խորհել սրա մասին։ Քեզ կոչ պիտի անեմ հիմա, որ միասին աղոթենք, որ սա նաև դառնա քո հայտնությունը կամ քո բաժինը ունենաս այս հայտնության մեջ։ Կան մարդիկ, ովքեր դեռ չեն հաշտվել այդ Աստծո հետ։ Եթե կան այդպիսի մարդիկ, ես ուզում եմ խնդրել նրանց կամ կոչ անել, կամ հորդորել, որ գան այսօր առաջ։ Գան առաջ և նրան Տեր ընդունեն իրենց կյանքերի մեջ։ Եկեղեցի խնդրում եմ ողջունեք։